Շիրակի թեմի բանտարկված առաջնորդը պատարագի մասնակցելու իրավունքից զրկվել է այս կիրակի։ Իզմիրյան բժշկական կենտրոն տեղափոխված arczepiskoposin քրեակատարողական ծառայությունը հնարավորություն չի տվել հաղորդություն ստանալ։ Գործ ունենք անձի հերթական հիմնարար իրավունքի հետ, հոգևոր կյանքը եւ ծիսակատարություններին մասնակցելը ապահովելուն ուղղված պետության պոզիտիվ պարտականությունը իրականացնելու խնդրին է վերաբերում։ Սա քաղբանտարկյալների իրավունքների հերթական խախտում է անվանում Մարինե Ֆարմանյանը։ Հերթական խախտումը քաղբանտարկյալի նկատմամբ, հերթական բնական իրավունքի խախտումը։ Բանտարկված հոգևորականի փաստաբանները հիվանդանոց տեղափոխվելու հաջորդ օրն են դիմել քրեակատարողական ծառայությանը, որ սրբազանը կարողանա պատարագի մասնակցել, աբսուրդային պատասխան են ստացել։ Ասացին, որ արդեն գրավոր պատասխանով, որ առաջարկում են Իզմիրյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Հովհաննես Աբեղաթորգոմյանին կարճատև տեսակցությունների միջոցով այցելել սրբազանին։ Քրեակատարողականից նաև պնդել են, թե կարող է ԱԱԾ մեկուսարանում պատարագ մատուցող քահանան գնալ հիվանդանոց։ Քրեակատարողական ծառայությունը հաշվի չի առել, որ քահանան չի կարող նույն օրը երկրորդ պատարագը մատուցել ըստ եկեղեցական կանոնի։ Քրեակատարողական հիմնարկը մեզ առաջարկում է, որ Տեր Զենոնը կա, Տեր Զենոնը կարող է անհրաժեշտության դեպքում անցկացնել պատարագը, բայց Տեր Զենոնը, որ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում անցկացնում է պատարագ, իրավունք ունի եկեղեցական կանոնակարգով երկու անգամ պատարագ անցկացնելու։ Այս պատասխանից հետո փաստաբանները հերթական դիմումն են գրել քրեակատարողական ծառայությանը։ Մենք պահանջում ենք, որպեսզի ապահովի Միքայել Սրբազանի հոգևոր կյանքը եւ ծիսակատարություններին մասնակցելու իրավունքը։ Ֆարմանյանն այս իրավիճակը համեմատում է Սրբազանի բուժումը կազմակերպելու բյուրոկրատական քաշքշուկի հետ։ Դեկտեմբերի սկզբին են Սրբազանին թույլատրել վիրահատության համար Իզմիրյան հիվանդանոց տեղափոխվել, միայն թե դրա անհրաժեշտության մասին հոկտեմբերից տեղյակ են քրեակատարողականում։ Կիսագրագիտությունը, կիսապատասխանները, անընդհատ իրավունքների խախտումները պարբերական բնույթ են կրում։ Դեկտեմբերի 16-ին է բուժման տեղափոխվել Միքայել arczepiskoposը։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանին միայն երկուշաբթի է թույլատրել հրապարակել վիրահատության հետաձգման պատճառը։ Բարձր շաքար ունի։ Սրբազանը դիաբետով է տառապում, նաև ուղղակի այս տևական ժամանակ ինքը մեզ թույլ չի տվել իր առողջական խնդիրները բարձրաձայնելու, բայց ես երեք իրենից այդ թույլտվությունը ստացել եմ, որ ասեմ, թե ինչու է հետաձգվում վիրահատությունը, որտեվ մինչև շաքարը չիջացնեն, իհարկե նարկոզ չեն կարող էլի տալ։ Բացի սա, նաև որոշ հետազոտությունների պետք է սպասել։ Նաև մանրէաբանական հետազոտության է ենթարկվել, այդտեղ էլ խնդիրներ կան, դրանք պիտի վերացվեն, հետո նոր վիրահատությունը կատարվի։ Պլյուս նաև այն հարակից խնդիրները։ Փաստաբան Ֆարմանյանը չի բացառում, որ բանտային պայմաններն ազդած լինեն Սրբազանի առողջական վիճակին։ Հունիսի 28-ից անազատության մեջ է Շիրակի թեմի առաջնորդը։ Ալբերտ Սերոբյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան։ Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։